Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է, երբ հարցում են ինչ է սարել $1 միլիարդ, ասում է զենք են դնել, հավատում եք։ Չէ, չենք հավատում։ Որտեւ իմ տղեն պատերազմի մասնակցել է, զենք չի եղել, զենքը տվել է թուրքերին։ Ոչ։ Տենց։ Չենք տեսնում։ Զենք ա գնել աղջիկս մի րոպե տղաճան սեսկանի, ես էտերմես իշխանասարը։ Էտե թուրքերը տե նստած են։ Առաջ ունեցել ենք 160 կիլոմետրից ավել հեռու սահման, ես կիմ այդ էստե է։ Մեր տերիտորիա, մեր սահմանն է։ Իմացար։ Դրա համար չեմ հավատում։ Չէ, ճիշտ ասած չեմ էլ հավատում, Ալիևը չի թողում որ զենք գռնի։ Հավատում ես դրան եմ հավատում, ես Ալիևին ավելի շատ եմ հավատում, քան թե Փաշինյանին։ Փաշինյանը Ալիևը ձերքի բանն է, ինչ ասեմ, ինչ ասում եմ, հերոտնից տեղից որ գնա տուալետ ասի հետևից սարի, հետույքս մաքրի հաստատ կգնա ես արդեն դրան էլ եմ հավատում։ Ախ, դա կարակ է իրանք են հարուստացել։ Կարող մի կես տոկոս տվածին է զենքի մնացածը դրած իրանց գրպաները։ Այդքան փող որտե՞ղ որ դեպուտատներին փողը բաժանում այդքան։ Եթե զենք գնաց ըննեին, այսքան զոհերը, այսքան յայլ տղերքը, այսքան վերջին էլի, սաղս էլ կուրսրացում ենք, սաղս էլ ընկեր, հոգեարազատ, մոտիկ, բարեկամ, վերջ շարունակեմ, ասենք պիտի տենց լիներ էլի։ Չեմ հավատում էլի։ Իսկ արդար է, որ նախարարներին 7 միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակներն ընդամենը մինչև 10,000 դրամով են։ Չէ, դա անարդարություն է։ Ինչու։ Որովհետև իրաց գործին չա։ Յանք ուսած առաջ են քրնքաշ են, նստած աթորին հավայի փող է ստանում։ Ժողովրդի մասին հոգել չեն տանում ախպերքուրից։ Նենց որ լավ բան չեն տեսնում իրանը։ Թե ոնց կլինի հետո դա աստված լավ էլի։ Որն արդար, դրանում ինչ արդար, կոռուպցիա էլի։ Իրանք ասում են կոռուպցիայի դեմ ենք պայքարում, բայց կոռուպցիան իրանք անում են։ Անարդար է։ Ինչու՞։ Որովհետև թոշակառուն ամբողջ կյանքում աշխատել ընդամենը 10,000 դրամի արժեք ունի, նախարարն ինչ անում, որ այդ միլիոններ եք ավելացնում։ Իրանք իրա կրուգն է մեծանանում, հզորացնում, որ իրան չդավաճանեն, դե լրիվ պարզա։ Իսկ ես բանը ես արդեն 7 տարի կրճատվել եմ, ոչ մի աշխատանք բանը ոչ մի աշխատանք չկա, ես այսօր ասենք նենց որ ես փառք ասու ի վիճակի եմ ամեն գործ անելու, բայց ես 6-7 տարի տունը նստած եմ։ Չէ, արդար չի։ Որտեւ նախարարը 700,000 ստանա 7 միլիոն, հա։ Բանը աշխատողը, վայնի աշխատողը ստանա 100,000, 140,000, այդ մենք post են կանգնում։ Ամբողջ ծմերը post-ի կանգնած են եղել, երեխեքը տրանսպորտ չեղել, չեն կարեցել իջնեն, ավելի շատ երկար կանգնել են, մի ամիս էլ են կանգնել երեխեքը post-ի։ Այսօր իմ տղեն post-եր մա ծառայում Հայոց բանակում, բայց այսօր ինչ է ստանում, ոչ մի բան։ Ինչի։ Որովհետև ես էլ եմ աշխատող։ Ինքը այդքան բան ստանում, փող ստանում, ես էլ 100,000 առավոտից չափ։ Ոչ։ Դե թոշակառուներ իրավունք ունի մի քիչ բաց ստանալու, մի քիչ վայելելու իր թոշակը։ Թոշակը մենակ դեղերի համար չի, թոշակառուները չէ իրավունք ունի ապրելու։ Չէ, ոնց է արդար։ Արդար չի։ Ինչի։ Դե արդար չի էլի քուրս։ Չէ, Ինչի։ չեմ ուզա։ Այսօր իմ տղասենա post-երը մհելա 190,000 փող ստանում։ Չէ։ Նորմալ չէ էլի կարծիքով։ Չէ, արդար չի։ Ինչու։ Դե թոշակառուներն են մարդիկ, յանք էլ կուզեն լավ ապրեն, ինձ թվում է տենց։ Իսկ գիտեք, որ Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո ստեղծելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ եւ օրինակ Հին Քոքանոց աղքատ ընտանիքը ամսական 150,000 դրամ աջակցություն է ստանալու։ Այ մարդու աղքատ չունի ժողովուրդ, հարուստ է, իրաց օպեջ։ Բայց ինքը այդ ծրի ծրագիր ունի, վստահում եք այդ ծրագրին։ Միլիոն տոկոս։ Ինչու։ Վստահում եմ։
Ոչ իրան հավատում ամեն ինչը։ Ինքը դժվար խափի։ Ամեն դեպքում կապրեն կտեսնենք քուրս չաս։ Հավատում եմ ես, հա, ճիշտն է, բանը նորությունները բանով նայում ենք, հավատում ենք էլի ինտերնետով, Facebook-ով բանով նայում ենք ու ես իր այդ բարեմ։ Իր այդ մեծ հույսեր եմ կապում։ Ես չի որ չեն կապում։ Դրական են վերաբերմունքը, եթե այդպես լինի, այտենց անեն իրանց ասածը։ Շատ լավ է։ Եթե ինչով է լավ, որ մարդը օգնում է մարդկանց, բարելավում է։ Բարելավում է, որ աղքատ ընտանիքները մեղք են, տենում ենք էլի ինչ է կատարվում։ Տենում ենք, շատ լավ է։ Հույս կա, կանի։ Մարդը ասում է կանի։ Ինքը շատ լավն է, շատ լավ մարդ է անձը։ Իր անձով, իր տեսակով ինքը շատ լավն է։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Լավ որոշում է էլի, բոլոր ընտանիքներին այդպես օգնի։ Լավ կլինի։ Նորմալ է։ Ինչա որ կանի։ Ես հավատում եմ այդ մարդուց, որ կանի։ Որ լինի շատ լավ կլինի, ինձ թվում է կլինի։